Նիկոլենց համար իշխանությունը նույնացվում է Լափամանի հետ։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել էր Լափամանի մասին։ Համարում եմ դա կոռուպցիոն պաշտակից զրկված Լափամանի զրկվածների պրոպագանդա, Լափամանի զրկվածների։ Իրենք անընդհատ զուգահեռներ են տանում իշխանության եւ Լափամանի հետ, հայտարարելով, որ Լափամանում այլևս լափ չկա։ Նախ այդ Լափամանը չկա, նրա մեջի լափը չկա։ Եվ իրենց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են։ Այսինքն ստացվում է, որ իրենք ամեն ինչ կերել վերջացրել են։ Միգուցե այլ բան են ուզում ասել, բայց այդպես է ստացվում։ Հենց թավշիկուսներն իրենց հասցեին քննադատություն են լսում, անմիջապես հայտարարում են, որ մյուսներն ուզում են իշխանությունն իրենցից խլել, որպիսի մոտենան Լափամանին։ Ուզում են ընդհանրապես բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն այդ Լափամանին նորից մոտ գան։ Մոտ չեն գալու այդ Լափամանին։ Լափամանի թեման սրանց մոտ ըստ Ֆրեյդի է բերաններին գալիս։ Թե ինչու են սրանք այդքան շատ խոսում Լափամանից հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ սեր ունի սննդի նկատմամբ։ Մուրաբա է։ Ահա, Գազարի մուրաբա։ Իմբիրով։ Առաջ անգամ։ Ռեժան։ Քանը դրացի։ Նորանոց բուլկի է։ Չամիչով բուլկի է դա։ Այս բուլկի ծուկ։ Այս այս ուտենք հատի դեսերտ։ Ասան քավարը ցամրավարը։ Տոկտակոշի ոնց են Աստվածի։ Չարխափանեց։ Հիմա այդ ամեն ինչ որ պատմում եք դա կա տեսություն։ Իհարկե։ Կարող ենք մենք էլ ուտել այդ ամեն։ Սոված է։ Հա, ինչ։ Եկել են իշխանության, որ ուտեն ժողովրդական խոսքը սրանց դեպքում ուղիղ իմաստով է կյանքի կոչվում։ Պատճառն այն է, որ իշխանության է եկել մեծ մասամբ աչքն ու փորը սոված զանգված։ Հրաշալի է։ Բայց արի ասենք, վայ լավը չի, բան որ։ Ու ինչքան էլ գրպաններում հաղթահարեն աղքատությունը, միևնույն է գլուխներում այն չի հաղթահարվելու։ Աղքատությունը մեր գլուխներում է։ Եկել են եւ ուտում են, բառից բուն եւ փոխաբերական իմաստով։ Ինչքան եւ ովքեր են կերել հետագայում ցույց կտա քաղաքական հերձումը, առայժմ միայն բյուջետային մսխումներն ու վատնումներն են երևում, մեկ էլ կուսակցական ու անհատական շռայլ ծախսերը։ Իդեպ Լափաման բառն իրենց ընդդիմախոսների դեմ հաճախ օգտագործում են նրանք, ովքեր ամբողջ կյանքում կաշի եւ գույն են փոխել իրենց պատկերացրած Լափամանի մոտ հայտնվելու փափագով։ Դրանցից մեկը 2018-ի մայիսից հետո թունդ հեղափոխական դարձած Գևորգ Պապոյանն է։ Այս երկրում մի մարդ կար, որը համոզեց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որ ինքը ամենակենտրոնական սուբյեկտն է, որ ինքն է որոշողը, որ ինքն է այս երկրի ամենակարևոր սուբյեկտը, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հավատաց դրան ու գնաց ու փոխեց իշխանությունը։ Այդ մարդկանց միավորում է իշխանության գալու, ռևանշի հասնելու, իրենց պատկերացրած իմացած Լափամանին մոտենալու ցանկությունը։ Սա այն դեպքն է, երբ հասկանում ես, որ ամեն մարդ խոսում է իր դասյարակության, կրթվածության ու նաև ստամոքսային հակումների հանգույն։